Ինչ կոռուպցիոն գործարքների մեջ եք, որի մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցի ժամանակ ձեր վերաբերյալ հարցին ի պատասխան։ Հարգելի լրագրողներ, սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գլխավորել է եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է Թավշյա ոչ բռնի հեղափոխություն եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը։ Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հերրակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանեմ վարչապետի մտքերը։ Ամեն դեպքում որոշ շրջանառվող լուրերի կցանկանամ անդրադառնալ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը եւ պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե նորից եմ կրկնում իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիաներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։ Նշեմ, որ ոչխարների դատարանում է այդ մասին խոսվել։ Առաջին անգամ եմ լսել այդ մասին մամուլից։ Նախազությունն է ներկայացնում դատականիստի ժամանակ։ Չկա նման բան, ես առաջի անգամ որ ասում է, երբ խոսություն է կարդում, որ երկու հոգի խոսում են ոչխարների արտահանման գործով, ասում են դե Հայկ Սարգսյանն էլ է եղել, ականնով են ասում։ Խոսքով ասել են, որ իրանք դուք էլ եք եղել այդ գործի մեջ, նույնիսկ կանչել են վերև հրավիրել։ Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ոչ այդ գործով, ոչ որևէ այլ գործով երբևէ չի կանչել, չի լսել, չի ներգրավել։ Ես դրա մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Հնարավոր է այդ մարդիկ խոսակցության ընթացքում, գաղտնալսման ընթացքում, տասնյակ կամ հարյուրավոր անձանց անուններ տան խոսակցության ընթացքում։ Խոսեն պատգամավորներից, դատախազներից, քննիչներից, այլ անձանցից, բիզնեսմեններից։ Դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրաված են այդ գործում։ Եթե մարդիկ եղել են, չկա որևէ դավ, համենայն դեպս եթե կայս դրա մասին տեղյակ չեմ, ու որևէ հարց նման չի քննարկվել եւ չի քննարկվում։ Ես երբևէ դուք արել եք, պարոն Սարգսյան։ Ես առաջի անգամ եմ լսում, որ որևէ նման գործ ես անգամ չեմ լսել։ Պարոն Սարգսյան, փաստորեն ստացվում է, որ ձեր բացակայությամբ ձեր մասին ձեր թիմակիցները խոսել են կոռուպցիոն գործարքների մասին։ Ըստ մամուլի հրապարակումների։ Ըստ մամուլի հրապարակումների, եւ Փաշինյանը հիմա ուղիղ տեքստով է ասում, դա նշանակում է, որ Փաշինյանը դրանք արդեն հիմք է ընդունել եւ հավատացել այդ ամենին, որ ձեզ ուղիղ մեղադրանք է առաջադրում կոռուպցիայի մեջ։ Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել։ Փաշինյանը ասել, դու ինչպես եք հասկացել։ Ես հասկացել եմ ինչպես դա, ինչպես ասել է վարչապետը, ես ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի ներկայացրել, եթե կա նման մեղադրանք, կխնդրեմ գործընկերներին հրապարակել դրանք, եթե վարչության նիստի ընթացքում քննարկվել է հարցեր, որ ինչ-ինչ մեղադրանքներ են հնչել իմ հասցեին, ես խնդրում եմ հրապարակել դրանք։ Եվ բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից։ Ինչ է ասում Փաշինյան, ասում է այս ամբողջ պատմությունը ընդամենը մեկ բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագրերը իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրառույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա ասել է ձեր մասին հարցին ի պատասխան։ Ես չեմ կարծում, որ դա ինձ է վերաբերվում, եթե ինձ վերաբերվեր, կլիներ կոնկրետ գործողություններ, կլիներ կոնկրետ գործ, ես նորից եմ կրկնում, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, եթե իմ նկատմամբ որևէ գործ լինի, դա պետք է լինի հրապարակային, դրա մասին պետք է իմանան ազգային ժողովը եւ բոլորը, եւ հանրությունը, եւ
լրատվամիջոցները, այսինքն դա պետք է քննարկվի նաև ազգային ժողովում, դրա մասին պետք է լինեն հրապարակումներ։ Չկա որևէ նշանակում է ոչ մի բան չկա ձեր դեմ։ Տեսեք, դուք հիմա ինչ եք ուզում, որ ես պատասխանեմ։ Չկա, ես որևէ գործով չեմ անցնում, որևէ կոռուպցիոն գործով չեմ անցնում, գտնում եմ, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը եւ թիմի ներկայացուցիչները իրավունք չունեն երբևէ ներգրաված լինեն որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ, ես դա դատապարտել եմ, դատապարտում եմ եւ մշտապես դրա մասին խոսել եմ կուսակցությունում։ Ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր իմ հնչեցած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ եւ այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսացել եմ, փորձում են վերագրել ինձ, դա չի ստացվելու, չի ստացվել։ Կանց կոռուպցիայի մասին հիմա ձեզ են վերագրել թիմակիցների մասին խոսքը։ 2004 թվականից դեռևս, եթե հետևել եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հրապարակումներին, եղել են ինքնակննադատության օրեր, որոնց ընթացքում ես խոսել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների ղեկավարմամբ գործող գերատեսչություններում որոշ խնդիրների մասին։ Եվ Տավուշի մարզպետի մասին։ Ոչ թե Տավուշի մարզպետի, օրինակ ծառայությունների մասին Տավուշի մարզում, Լորվա մարզում եւ այլ խնդիրների մասին, որոնք գտել են վիճահարույց եւ դրանք խաղադրույքների մասին։ Կատակրական եղավ ձեզ համար, որովհետեւ ասում են Փաշինյանը հենց դա չի ներել, որ դուք իր ներկայությամբ վիճել եք, նույնիսկ հարվածներ եք հասցրել Տավուշի մարզում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին ոչ վիրավորել է, ոչ քաչքշել է, եղել է շատ առողջ քննարկում։ Ցավոք սրտի դեպքերը այնպես չեն զարգացել, ինչպես ես էի ակնկալում կամ ես էի պատկերացնում, բայց դա այլ հարց է։ Ես ամեն դեպքում նման ինֆորմացիա չունեմ, որ հասցեատերերը պատժվել են։ Կարճ ուզում եմ բացեն ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Փաշինյանը ստում է։ Ինչ է ստացվում։ Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել։ Անիրավ է մեղադրում Փաշինյանը։